Ինչպես օգտագործել Phoenix AI ծրագիրը եւ արդյոք արժե օգտագործել թե ոչ։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading-ը ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է trading լրիվ անվճար։ Այսօր եկեք մենք կատարենք trade-ներ մեր ծրագրի օգնությամբ Phoenix Premium AI։ Եկեք հլը տեսնենք, թե որ արժույթը մեզ կթույլատրի կատարել trade։ Outcut, OutCHF, OutGPI, OutUSD, նայեք, հիմնականում տալիս է հրահանգ սպասել, քանի որ trading-ում լավ սիտուացիաները շատ քիչ են։ Եթե դուք կատարել եք trade, ապա վստահ եմ, որ դուք տեղյակ եք, որ շատ քիչ սիտուացիաներ կարելի է կատարել trade եւ փակվել պլյուս։ Մանավանդ սկսնակներին։ Եկեք, ուր հասանք, CAT-CHF, CAT-GPI, ես արդեն իսկ նկատել եմ, նայեք, հարգելի իմ trader-ներ ջան, նայեք, OutCHF-ը ինչ աստիճան անկանոն շարժում է տեղի ունենում եւ ահա որ վալատիլնի է։ Այսինքն շարժումը շատ արագ է եւ այդ պատճառով ես չեմ զարմանա, եթե մեզ ընդհանրապես չթույլատրեն կատարել trade, այսինքն նայեք, սա on-line ձեզ ուղեցույց է։ Ահա, իմ սիրելի դիտորդներ ջան, USD GPI, ուղղակի մեզ պետք է որպիսի տոկոսը լինի նորմալ USD GPI, այո, ես ուրախ եմ, որ տոկոսը շատ լավն է եւ եկեք 5 րոպեով մեր ստանդարտ գնումը կատարենք, իհարկե, բայց նայեք, ամենակարևոր փաստը, ես կատարեցի, չէ՞ միանգամից գնում, բայց դա չի նշանակում, որ դուք նույնպես պետք է կատարեք գնում միանգամից, դուք պետք է հրահանգը ստանալուց հետո ծրագրից տեղափոխվեք TradingView կայք եւ վերլուծեք այդ արժույթը, մեր մոտ USD GPI-ն է, եկեք հլը, USD GPI, նայեք հլը, ինչ հետաքրքիր է, ինչու մեզ ասեց գնում, ինձ շատ հետաքրքիր է, բայց ես արդեն նկատեցի մի կարևոր փաստ, չեք էլ պատկերացնում, թե այստեղ որտեղ է մեր գաղտնիքը թաքնված, եկեք արագ կատարենք վերլուծություն եւ ես իմ դիտորդներից մեկին խոստացել եմ, որ պետք է խոսեմ բոնուսի մասին եւ չեմ մոռացել, եկեք։ Մեր մոտ կներեք, մեր մոտ հիմա այստեղ բարձրացող շարժում է։ Հիմա նայեք։ Եվ եկեք հլը տեսնենք ամենալավ հատվածը, որից որ կարելի է մենք սենց ինքնավստահ ու դուխով կատարենք մեր գործարքը։ Հիմա եկեք ամենակարևոր բանը, նայեք հլը այս մեր ծավալներին, աբիոմ այս ծավալին։ Ինչ է այստեղ երևում մեզ։ Նայեք այս կարմիր ծավալը փոքր է այս մեր կանաչ ծավալներից, այսինքն այս պահին վաճառողների էներգիան ավելի քիչ է, քան մեր գնորդներինը։ Եվ հլը եկեք տեսնենք մեր մոմերը, էլի, նայեք հլը այս հիասքանչ կանաչ մոմերը, կարող եք ասել, որ վատն են։ Ես չեմ ժխտի այն փաստը, որ այս նախավերջին մոմը ունի այսպիսի մեծ ստվեր, եւ եթե այս մեր վերջին մոմը լիներ այս նախավերջինը կանաչներից, ապա մեր ծրագիրը նախ առաջինը չէր ասի կատարիր գնում եւ երկրորդ ես չէի կատարի գնում։ Այսինքն մեր ծրագիրը ունի իմ գիտելիքները, բայց կարգապահություն դուք պետք է ունենաք, քանի որ ես էլ եմ սխալվում իմ վերլուծության մեջ, ծրագիրն էլ է սխալվում իր վերլուծության մեջ եւ նաեւ դուք պետք է հաշվի առնեք մեր շարժման արագությունը եւ ըստ այդմ կատարեք գործարքների ճիշտ ժամանակահատվածով։ Հիմա նայեք իմ սիրելի դիտորդներ ջան, հիմա ես խոստացել էի իմ դիտորդներից մեկին, որ կխոսեմ բոնուսի մասին, հիմա նայեք, օգտվել բոնուսից թե ոչ, այսպես ասած շատ հետաքրքրող հարց է իմ դիտորդներին, մի վարքյան ինձ զանգ է գալիս, ես կախեմ եւ ասեմ, չնայած որ Facebook է, բայց լույսը վառվում է եւ ինձ խանգարում է, նայեք, ուրեմն սենց ասեմ, ես բոնուսից օգտվել եմ Այն իմ պլյուսավոր ժամանակահատվածում կասեմ, քանի որ մինուսավոր ժամանակահատվածում բոնուս լիներ թե ոչ, ես ընդհանուր առմամբ կորցնում էի։ Պլյուսավոր ժամանակահատվածում մեկ անգամ եմ օգտվել, $500 համալրել եմ եւ ստացել էի 100%-ով բոնուս, դարձել էր $1000 եւ պետք է այնտեղ, եթե չեմ սխալվում, մի $25000 աբարոտ տայի։
շրջանառություն եւ նայեք շրջանառությունը դուք չշփոթեք չմտածեք թե ձեր բալանսը պետք է լինի 25000 ոչ դուք հնարավոր է որ անընդհատ պլյուս մինուս գնաք եւ վերջում ձեր բալանսը լինի էլի $1000 եթե օրինակ բոնուսով 1000 է եւ այդ գումարը լինի արդեն ձերը կարողանաք հանել այսինքն շրջանառությունն է օրինակ ես հիմա $200 կատարեցի գործարք սա իմ շրջանառությունն է ես տվեցի $200 շրջանառություն Հասկացաք հիմա որն է շրջանառությունը։ Հիմա օգտվել թե ոչ, նայեք, բոնուսից օգտվելուց դուք պետք է հասկանաք, որ դուք հոգեբանորեն գիտեք, որ պետք է կատարեք շրջանառություն եւ չնայած որ դուք կմտածեք, որ դա հեշտ է, նայեք, միանգամից կմտածեք, որ հա, լավ, բալանսս չպետք է շատացնեմ Դա հեշտ է, բայց այնուամենայնիվ դուք ուզում եք միանգամից այդ գումարը ձերը լինի, դուք անհամբեր մարդ եք, ինչպես որ բոլոր մարդիկ ունեն անհամբերություն, նայեք, մենք պլյուսը վերցրեցինք, սիրելի դիտորդներ ջան, իմ մոտ ինտերնետային խնդիր էր, եթե դուք օգտվում եք բոնուսից, դուք պետք է հասկանաք, որ պետք է լինեք ավելի կարկապահ, քանի որ բոնուսը ինքը իրենով ձեզ ավելի շատ կմոտիվացնի, որ ավելի շատ գործարքներ բացեք, ավելի մեծ գումարներով բացեք եւ սենց ասեմ, եթե դուք իրոք կարկապահ մարդ եք, ապա բոնուսով թե առանց բոնուսի դուք կպահեք կարկապահությունը Բայց պետք է հաշվի առնեք, որ էլի նայեք, որն էր USD GPI-ը, ահա, դե նայեք, այս ծրագիրը ասեց, եկեք միանգամից գնում կատարենք, վերլուծությունը դուք արդեն գիտեք։ Դուք պետք է հասկանաք, նախ առաջինը պետք է ավելի կարկապահ լինեք, չնայած որ այո, կարկապահ մարդը կարկապահ է, անկարկապահ է, բայց եթե դուք սովորելու էտապում եք եւ կարկապահությանը հասնելու համար ձեզ չի հերիկացնում ընդամենը 5-ից 10%, այդ 5-ից 10%-ը շատ կարևոր կլինի բոնուսի դեպքում, քանի որ բոնուսը ձեզ մի 5-ից 10%-ով է կարող է անկարկապահ սարքել։ Հիմա դրանից ելնելով դուք պետք է հասկանաք, որ ձեր կարկապահությունը միանշանակ պետք է լինի շատ զգոն, եւ երկրորդը բոնուսը դուք մինչև շրջանառությունը չավարտեք, դուք չեք կարող գումարը հանել, եւ եթե ձեզ գումարը, այսպես ասած, շտապ հարկավոր չէ, այո, բոնուսից կարող եք օգտվել, առաջինը կարկապահություն եւ եթե ձեզ գումարը շտապ պետք չէ։ Եթե կարող եք լինել կարկապահ, եթե կարող եք համբերել, մինչև աշխատեք ձեր ուզած X գումարը կամ ավարտեք շրջանառությունը, ապա միանշանակ հա կարող եք օգտվել բոնուսից, բայց այն մութ կողմերը ես ձեզ ներկայացնում եմ եւ խորհուրդ ձեզ իմ սիրելի դիտորդներ ջան, շատ մարդիկ որ դիմում են մեր մոդերատորներին, ես նկատում եմ, որ առանց կանոնները կարդալու վերցնում են բոնուս եւ զարմանում են, ասում են, ինչու ես չեմ կարող իմ գումարը հանել։ Նայեք, դուք հասկացեք, որ այս կայքը նախ մերը չէ։ Երկրորդը, եթե դուք ինչ-որ մի գործարք եք կատարում, չեմ ասում տրեյդերային, եթե դուք բոնուս եք վերցնում, եթե դուք գումար եք համալրում, գումար եք կանխիկացնում, առհասարակ, եթե դա ձեր համար կարևոր հարց է, մի հատ չկարտակ ինչ-որ կոճակ սեղմելուց առաջ, օրինակ ես սա սեղմում եմ, ես գիտեմ, որ ես կատարում եմ գնում, եւ ես դա սեղմում եմ, հիմա դուք բոնուսը վերցնելուց պետք է կարտակ, ձեզ ասում են պետք է տակ այսքան շրջանառություն, այսինքն պետք է հասնեք այսքան գումարային շրջանառության, ախպեր ջան, ուզում եք, վերջ, հիմա նայեք, այստեղ մեր մոտ նորություններ միացան եւ ուշադրություն դարձրեք, որ ծավալը նայեք մեծացել է, բայց ես ինչպես, այսպես ասած, պրոֆեսիոնալ չեմ ասի, ասեմ ուղղակի գիտելիքներով ահագին գիտելիքներ ունեցող տրեյդեր կկարողանամ այս սիտուացիայից դուրս գալ, բայց նայեք, այսպիսի միանգամից գնի նվազեցում, միանշանակ նորություններ են միացել, եւ ես հիմա ուղղակի ուզում եմ մի հատ էլի ստուգեմ, նայեք, օրինակ ես սեղմեցի, ես USD GPI-ը այս պահին էլ չի թույլատրում, նայեք, էլ չի թույլատրում Եվ քանի որ նկատեց, որ անկանոն
շարժումներ է տեղի ունենում այստեղ։ Եվ այստեղից պետք է կատարենք մեր երկրորդ դագոնը, նայեք, այս ալիքում դուք չեք տեսնի միայն իդեալական գործարքներ, ինչպես որ ձեզ շատ են սիրում ցուցադրել, ահա, մենք հասանք այսպիսի հատվածի և եկեք կատարենք 2 րոպեով գործարք, իմ սիրելի դիտորդներ ջան, այստեղ դուք չեք տեսնի միայն իդեալական թրեյդներ, դուք պետք է հասկանաք, որ թրեյդինգը ունի իր դժվարությունները և դժվարությունը ավելի շատ հոգեբանության մեջ է, քան թե վերլուծության, բայց եթե դուք ունեք վերլուծաբանական օգնություն, ապա դուք հոգեբանորեն ավելի հանգիստ եք։ Հիմա մինչ կավարտվի մեր գործարքը, եկեք ես ձեզ արագ ցուցադրեմ մեր այս ալիքները, նայեք։ Սա մեր բաց տելեգրամյան ալիքն է, որտեղ որ կան շատ հետաքրքիր հղումներ, նայեք, օրինակ Phoenix Trading արդյունքների ալիք, մեր դիտորդների կողմից ուղարկված արդյունքներն են, կան շատ արդյունքներ, կարող եք ծանոթանալ այդ արդյունքներին։ Հիմա կա այսպիսի bot, կարող եք ձեր արդյունքը ուղարկել եւ մեկնաբանություն թողնել։ Մենք ունենք Phoenix Trading օգնություն, սեղմելով մենք կարող ենք ստանալ այս մինիմալ տեխնիկական խնդիրների լուծումներ, նայեք, ինչպես համալրել, ինչպես կանխիկացնել, օգնական ծրագրեր, նայեք, ծրագիր 1 Phoenix Premium AI, ծրագիր 2 Phoenix AI։ Կարող եք տեսնել այն մանրակրկիտ օգտագործման ձևը, իմ սիրելի դիտորդներ ջան, եւ Հիմա կասեք ինչպես ձեռք բերենք այս քո ծրագրերը եւ հիմա ես ձեզ կասեմ, ուղղակի պետք է մի քիչ համբերել։ Հիմա նայեք, ուրեմն սեղմում ենք head menu-ն եւ ինչպես միանալ մեր փակ ալիքին, նայեք, մեր փակ ալիքում կան այս երկու օգնական ծրագրերը, որոնք կարող եք առանց լիմիտի օգտագործել։ Հիմա նայեք, եկեք բաց չթողնենք, 3, 2, 1, նայեք, խնդրեմ։ Հա, ասում եմ, որ պետք է քչացնեմ, հա, մոռանում եմ իմ սիրելի դիտորդներ ջան։ Սիրելի դիտորդներ ջան, չգիտեմ ինչ ինտերնետային խնդիր է այսօր իմ մոտ եւ իմ վիդեոն մի պահ դադարեց եւ ես հիշում եմ որտեղ էի կանգ առել, նայեք։ Հիմա ձեզ կհետաքրքրի թե ինչպես միանալ այս փակ ալիքին եւ ինչպես ձեռք բերել այս երկու օգնական ծրագրերը, նայեք։ Սեղմելով այստեղ Գրանցվեք Pocket Option կայքում մեր հղումով, հղումը թե այստեղ է, թե բաց ալիքում է, թե վիդեոյի ներքևում է, կատարեք $20 դեպոզիտ ձեր հաշվին, $20 դեպոզիտ, որպեսզի մենք տեսնենք, որ դուք active trader եք եւ անիմաստ դեմո գումարով trade կատարող մարդկանց չավելացնենք փակ ալիքում։ Ուղարկեք ձեր UID-ը, նայեք, UID-ը Սեղմելով այս ավատարքի վրա դուք կարող եք տեսնել ձեր UID-ը, այսպես թվերով կարող եք միանգամից ուղարկել այս բոտին, առանց այդ պլյուսիկի, միայն թվերը։ Եվ UID-ը ուղարկելուց հետո դուք սպասում եք մեր admin-ի պատասխանին։ Եթե դուք կատարել եք այս երկու պայմանները, ապա անպայման դուք կհայտնվեք մեր փակ ալիքում։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր ակտիվ դիտորդներից։ Եթե չլինեիք դուք, չէր լինի նաև այս ալիքը։ Ցանկանում եմ ձեզ լավ օր եւ հաջողություն։